Վերադարձան գովազդից կարմրա Ինչ եք ուզում ասել գոր։ կարմրա զգեստ կարմրա դրեսն էլ ասիրում ոչ կարմրա զգեստ Նելին հայտարարություն հայտարարիչ Նելի 16 մասնակիցներ ամիսներ պայքարելուց հետո մոտեցան եզրափակիչին Շանթի ամենագունեղ հետաքրքիր դիտումներ ռեկորդներ սահմանած նախագծերից մեկը Got Talent Հայաստանը նոր փուլ է մտնում եւ մենք այստեղ տաղավար ենք այսօր հրավիրել եզրափակիչ անցած մասնակիցներից 4-ին 3-ին Երեքին Մեկը մանն է, անտեսանելի մարդն է, մեկը անտեսանելի մարդն Աղասին, ողջույն Աղասի, Աղասին ինչպես գիտենք, ակտիվ երգում է, հետաքրքիր համարներով է հանդես գալիս Ես վերջերը սուպերստարն էլ է, չեմ մասնակցել Աղասին շատ ակտիվ է Շատ ակտիվ է Դե մասնակցել է այնտեղ, հիմա է Got Talent-ին Հասկացա, ֆուտբոլ է խաղում Իվանյան Անուշը, ով դհոլը հարուհի էր Դհոլը հարուհի Եվ Վիկտոր Աղաբաբյանը Աչպարար Աչպարար, ահա Так, հիմա Սկսենք ամենասկզբից եկեք թե Ուզում եմ ասել դհոլը ուր է Դհոլն ուր է Դհոլը ուր է Դե երկելը կարող է երկել Իսկ աչպարարության համար կարծես թե ոչինչ պետք չի գալ ասած իր բաներով եւ վերջ Լավ, ունեք, բերել է փաստորեն Բերել է Ասա Եկեք սկսենք ամենասկզբից, հա Got Talent-ը Հայաստանում արդեն գնացին գովազդները եւ պարզ էր որ փնտրում են հետաքրքիր անձանց Ինչ շատ դուր է գալիս այս նախագծի այսպես ուղին, քանի որ այնտեղ ուղղվածությունը մեկ ուղղությամբ չէ եւ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ կարող է իրեն ցույց տալ Այո, ինչպես որոշեցիք մասնակցել եւ հասկանայի, օրինակ ես գնա ինչ պիտի անեի ոչ մի բան։ Ոնց։ Դե ինչ պիտի անեի։ Որ դուք այնքան տաղանդավոր եք, ոչ մի բան չանեք, մենակ բայց ես ինչ կանեի։ Չէ, դու կարող ես կարմիր զգեստ հագնել, գնայր էս Լավ, մի օր հակական զգեստ բայ։ Լավ, պատմեք ինչպես դուք հայտնվեցիք եւ ինչպես որոշեցիք, որ պետք է մասնակցեք։ Եվ ինչպես հայտնվեցիք արդեն ամենավերջին փուլերում։ Այո։ Սկսեմ նրանից, որ ես Շանթիբեմը շատ սիրեցի դեռ սուպերստարի ժամանակ ու քանի ես դուրս մնացի workshop փուլից սուպերստարի ու տենց էլ չհասցրեցի վայելեմ այդ հանդիսատեսի ջերմությունը, ես որոշեցի հետ գամ Got Talent ու որովհետև կարոտել էի նախ ու հետո էլ վայելեի, ուզում էի վայելեի, ուզում էի տրվեի ու իմ կարծիքով բավական լավ ստացվում արդեն Տրվել ես Տրվել եմ Իսկ ստանում ես, որ տրվում ես, ուզում ես ստանաս Միանշանակ ես ստանում եմ այդ ջերմությունը, որը տալիս է հանդիսատեսը Իսկ ինչ որ տենց տարօրինակ բաներ ես երգում, Վիտասի ձայնով ես երգում, թե չգիտեմ Ուզում եմ հասկանամ, ինչն է Իրականում ես երգել եմ Վիտաս, դեռ իմ մուտացիայից առաջ Մուտացիայից հետո, քանի որ գլխային ձայն ամեն ինչ էսպես փակվեց ու ինձ ասեց տեսություն Գլխային ձայն իջել է ներքև Ներքև, այո, ես դառա բաս եւ երգում եմ ավելի ջազ, ավելի էստրադային Ուզում ասեմ ինչ որ տարօրինակ վոկալային բաներ, թե ուղղակի դուրս ես գալի երգում ես եւ վերջ Դուրս եմ գալիս, երգում եմ եւ վերջ Անուշ եւ Դհոլ, Դհոլ եւ Անուշ Աղջիկ եւ Դհոլ առհասարակ իրար կողք կոնցերտ չեն, բայց դարել, արյութես որ այո Այլն այսքան կանացի, այսքան գեղեցկուհի Ինչպես գտավ Դհոլը քեզ Կամ դու Դհոլին Իրականում փոքրուց շատ եմ սիրել հարվածային գործիքները ու ունեցել ենք փոքր ժամանակ տանը Դհոլ ու ինքը չափսերով ավելի մեծ էր, ավելի մեծ էր քան դու Կարելի ասել ու ես միշտ տեսել եմ այդ գործիքը ու ինձ հետաքրքրել է թե ես ոնց պետք է անեմ, որ ավելի սիրուն, ավելի դենց խրոխտ ձայն հանեմ այդ ամեն Դհոլից եւ Միշտ ուզեցել եմ սովորեմ ու ինքը իմ համար աթոր է եղել, ուր գնում իմ հետ միշտ եղել է Դհոլը Անուշիկը եւ Դհոլը, այդպիսի պատմություն իր աթոռն իր հետ Իսկ որ եկար ժյուրին զարմացավ, օրինակ, որ դու Դհոլ պետք է նվագես, թե միանգամից տեսան ու զարմանալու բան չկար Չեմ կարող ասել Առաջին մուտքը Դհոլով է եղել Այո Իսկ ինչպես է այդ դհոլային համարները մատուցում, միգուցե ինչ որ յուրօրինակ մատուցման ձև կա ինչ որ ավելի շոուի տարբերակում, թե ուղղակի վերցնում ես ինչ-որ մի ստեղծագործություն եւ արդեն դհոլային այդ ձայներով փորձում ես այն ստանալ։ Եվ դհոլը հարում ես նրան։ Դե իհարկե մատուցումը շատ կարևոր դեր ունի այս ամեն ինչի մեջ, մատուցելը իհարկե կարևոր է, շոուի տեսանկյունից ամեն ինչի լավ պատրաստվել է պետք
ելույթներից առաջ։ Անշուշտ ես գիտեմ, որ դու բացի դհոլից նաև էլի տասնյակ տարբեր ուրիշ երաժշտական գործիքներ ես տիրապետել։ Որոնք են դրանք։ Դհոլ, դափ, կոնգա, բոնգոս, կոպալ։ Նայեք, որ մարդը շատ լեզուներ դի ասում են պոլիգլոտ, այս դեպքում ինչա գլոտ պետք է ասենք։ Հարվածագլոտ, այո։ Ահա եւ աչպարարը։ Վիկտոր, Վիկտոր։ ինչ ունենք, որ հիմա կարող է անհետանալ մեր սեղանից։ Միջև Ասում ստեի շոկոլադները չգնան։ Տեսեք դուք հեռախոսը եւ շոկոլադը։ ռեֆլեքսը։ Այո, ասեք Վիկտոր։ Միջև ցույց տալը մի բան պատմեմ ձեր հետ կապված։ Պատմեք։ Պատմեք։ Մոտ 2006 թվին Հիշում եմ մտանք Բեռլին, այո։ ռադիո է լսում, Ահա։ Քան տարեկան եք դուք 2006 թվին։ 20 տարեկան Դուք 20 տարեկան եք։ այո 20 տարեկան եք։ Ամենազոր տարիքի։ Մոտ 2006 թվին ռադիո է լսում, լսել են ձեր հաղորդումը եւ պատվիրել եմ զանգ մի աղջկա համար կատակի ինչ որ զանգի Ամուսնացել եք այդ աղջկայի։ իհարկե Ես դեր կավորն եմ պասնոր, ինչ անում է գերեցկու։ Ինչքան լավ բաներ եք ձեր կյանքում արել։ Պասնոր տեսնեք, ես նաև միավորում եմ մարդկանց, այո, գլումիլնիկ եք պատվիրել Այո, այո։ և հիմա ամուսնացել եք։ ունեմ նույնիսկ այդ Ձայնագրություն ունեք։ Այո, դե հետո կտակ լսենք հետաքրքիր է։ Ինձ հետաքրքիր լավ հիշողություն է, այսօր ռադիոյի օրն է, տեսեք որ ռադիոն ոչ միայն մարդկանց ինչ որ լուրեր են հայտնում, երաժշտություն, այլև ամուսնացնում է։ Բոլոր անբախտ աղջիկներին Չէ, եւ ոչ մի բան տղաներին կարող ես առաջարկում չասել։ եմ ռադիո Ես լսել։ իմ համար Got Talent-ի հաղթողը այս մարդն է, որտեղ բարձ պատճառներ։ Так, ինչպես սկսեցիք աչպարարել։ Զինված եք եկել։ այո մի անգամից սկսեմ ցույց տալ Սկսեք։ Ես կողք սիրում եմ խաղ։ խաղաթղթեր են Այո, խաղաթղթեր։ Հասարակ տարբեր որտեղ են կամերաները Այնտեղ չեն կամերան ձեր։ տարբեր խաղաթղթեր են ինձ պետքա ձեր մատը Իմ որ Ձեր մատը։ մատը կտա։ որ ուզում եք ես այսպես անում եմ Այս փոքրս մատը ես է կարող աչպարարություն անեմ։ Մի րոպե։ Սենց վարանում չէ։ այո լավն է Այս մատը այս մատը։ Ինչ անեմ։ այսինքն եմ անում դնում եք մեջ ուղղակի Okay։ Մատը, հա, դրեցիք Մատը։ հիշեք այս խաղաթղթը կարող եք կամերային ցույց տալ Բայց պոհեք Որ կամերային ցույց տամ բայց։ որը հարմար է Որին հարմար։ Բայց Okay։ որ դուք չտեսնեք։ ոչինչ Ահա, ես տեսա։ Դուք չտեսաք, չէ՞։ Հիշեցիք Ոչինչ ներ։ տեսա ոչինչ Ոչինչ։ ուրիշ Իմաստը դրանում չի։ Այ ես խառնում եմ ու պետք է ասեք ստոպ երբ կուզենաք Այո։ Ստոպ։ ստեղ թե մի քիչ էլ Չէ, ստեղ։ հաստատ նայեք Ինչու՞։ ձերնա Այսինքն հասկացաք։ Ես միշտ շարունակություն ունի Շարունակություն ունի։ ասեք նորից խառնում եմ Կարոլը ունենալու է սա թակուի, հետո բալիկները Դա ծնվելու։ 3 Եւ ամուսնանալու է այնպես, ինչպես ամուսնացավ Վիկտորը։ Ցինչ Որը, մատը նելի, որն ես ուզում ընտրես։ Ձեր կողմից երկրորդը։ Սա։ սա Ահա։ նայեք Երևի, նա վերևի դուրս գալու։ խաղաթղթը Այս բոլոր կարտերը ինձ թվում է Ֆարմանավը Վիկտորի հետ պարապել ես։ այդ հարցը սպասում եք տարբեր են նայեք տարբեր են Ուրիշ կարտեր։ Այսօր բոլորը հետ է։ Առաջինը մտքովս Սպասեք, դա։ ձեզանից կխնդրեմ մտածեք մի հատ թիվ 1-ից 10 մի հատ թիվ մտածեք Մտածեցի։ նայեք ինձ 7 Ինչ է բախենալու աստիճանը։ Դե պարապել է 7-ի ասեն չէ 6։ Բայց յոթ էի պահել։ Գրազեն չէ 6։ լավ եկեք դուք եկեք Բայց սա բախենալու չէ ընտանիքում։ Դուք ամեն ինչ գիտեք ձեր տանը։ ամեն ինչ գիտեմ այո Չէ, ձեր կնոջ մասին ամեն ինչ, ձեր տանը ոչ Համարյա չի Պետք է այս մարդուն ուղարկենք ազգային ժողով, որ մենք էլ ամեն ինչ իմանանք։ Так, давайте, ինչ անեմ։ 1-ից 15-ը բարձրաձայն ասում եք Թիվ ցանկացած թիվ 13։ 13 Այո, 1 սիրած 2 թիվն է։ 3 4 5 6 7 8 9 10 11 12 ասացիք 13 ասեցիք։ 13 ասացիք այս Այո, մեկը չստացվի, այո։ կարող է չստացվի 6 տեսնում եք ձերը չի բայց որ Չափի վեց։ այսպես անենք կդառնա ձերը Տեսնում եք։ հարցեր Իսկական հարց։ գաղտնիքը գոթելենթ։ կասեմ հեսա Ահա։ գաղտնիքը Այսինքն նայեք սովորական գոթելենթի մենք եք համարյա մասնակցել, սովորական գոթ։ բայց սկսում են փոխվել նայեք այս կարոլն էլ Եվ ավելացնեմ եւս մեկ Եվ կարոլ մի տեսա րոպե։ ես սրտի։ Եվս մեկ կարոլ տեսակ այո Տեսակ, բոլոր բացում էի, խաղերը չէ՞։ կարոլներ են տեսնում եք Հիշեցիք, որ ասացի բոլորը կարոլներ են գոր։ հիմա եթե նորից այս կարոլը հանեմ Նորից կարոլ։ նորից կարոլը հանեմ կամած ջնջվում է ու կարոլ էլ չի մնում
Վիկտոր, դուք վախեցնում եք ինձ։ Ինչպես սկսեցիք զբաղվել աճպարարությամբ։ Ռադիոից սկսվեց թվում։ Ռադիոից ամուսնանալը սկսեց։ Մոտ 6 տարեկան էի, հեռուստացույցով տեսա Դեվիդ Կոպերֆիլդի հնարքը։ Անհայտանալը։ Որ Չէ, հնարք ինձ հետ կապված հնարք էր, այսինքն էկրանի հետ կապված էր, ու ինքը իմ կարտը գուշակեց, ցենց զգացի մեջս, որ ես էլ եմ ուզում այդպես անել, Եվ կարողացա։ եւ սկսեցի սովորել ու կարողացա։ Եվ հիմա Հիմա ինչով այստեղ եք եմ։ զբաղվում։ Ասանով։ Չէ, ես ասում Մարդկաց խապում Մտքեր եմ կարդում, գուշակություններ եմ անում։ Չէ, եթե ասեն ավելի ազնիվ։ Ի նկատի ինչպես է ձեր տաղանդը երևում առօրյամ կամ միգուցե մասնագիտական առումով։ Մասնագիտությամբ ես բժիշկ եմ, Ինչ բժիշկ։ տրավմատոլոգ, արտոպեդ։ Իսկ աշխատում եք։ Ոչ։ Լավ եք անում։ Բայց կարող եք մարդկանց ոսկորներ այսպես ձեռը դնի։ Այդ որ մատով արեցիք, Այդ դա այո, ամենա միակ աճպարարությունը, որ ես կարողանում եմ անում։ Մի քիչ լավ է, չի, բայց ոչ չի։ Եկա ձեր արած յուրաքանչյուրման ինձ համար հիանալի է։ Երեխեք, բոլոր երեխաները իմ համար։ Ինչ եք մտածում, հաղթանակի մասին մտածում եք, չեք մտածում, իրար միս եք ուտում, ջղայնանում եք իրար վրա, թե համերաշխեք, ընկերներ եք, ինչպես եք ձեր ապագան տեսնում։ Դրվող աղասից սկսենք։ Այո։ Մեր մոտ այսպես կոնկուրենցիա տենց արտահայտությունը մեր բեմի հետևում այդպես կարելի ասել իմ կարծիքով չկա։ Մենք բոլորս շատ ջերմ ենք իրար հետ, տենց կոպիտ ասած տալիս ենք, առնում ենք, խոսում ենք իրար հետ, լավ ենք բոլորս իրար հետ, բայց ինչ խոսք գնում է հաղթանակի մասին, միանշանակ յուրաքանչյուր մասնակից ուզում է հաղթել եւ հենց այդ նպատակով էլ գալիս է կոնկուրս եւ այո, իմ նպատակներից մեկն էլ հաղթել, դառնալ հայտնի։ Եվ դու դա չես թաքցնում։ Ոչ, չպետք է դա թաքցնել։ Անուշիկ, դու ինչ կասեք։ Ինձ համար էլ մրցակցություն բացարձակ չկա ու յուրաքանչյուր մասնակից միշտ իր հոգու խորքում էս հայտ ամեն ինչ լրացնելուց առաջ միշտ ինչ որ մի փուլում ցանկանում ես հաղորդումներում հաղթել ու կարծում եմ, որ մենք շատ համերաշխ ենք, լավ շփվում ենք իրար հետ մինչև մեր ելույթները։ Так, եւ հենց ելտեսում, Վիկտոր, դուք ինչ կասեք։ Համաձայն եմ, հենց աճպարարների հետ մենք նույնիսկ համագործակցում ենք, իրար օգնում ենք, այո։ Փոքրիկ աճպարարական ֆորում է բաց։ Այո, Աճպարարը եմ։ Իսկ տվեց ձեզ այս Այո, հետաքրքիր Got ճանաչելիություն, Talent-ը։ չգիտեմ, անվճար տաքսիով երթևեկում եք արդեն, ձեզ սելֆի են անում ձեր հետ։ Միգուցե սոցկայքերում էլ ավելի շատ ակտիվ Ընկերուհիներ ավելացան, դե Վիկտորը պարագայում արդեն ուղիղ պսակված մարդ է։ Ավելացավ, ամեն ինչից ավելացավ, փորձը ավելացավ։ Բանկային հաշիվները ավելացել են։ Ամեն ինչ ասելով ինչի նկատի ունեիք։ Ամեն ինչ ասելով ի նկատի ունեմ փորձ, այդ միանշանակ գալիս է կամերաներիդ աշխատել, հանդիսատեսի հետ նկարվել, քեզ ավելի շատ սկսում են սիրել։ Դուք եք գնում, ասում եք ուզում ձեր հետ նկարել։ Չէ, օրինակ երեք իմ հետ Չկա չի բանը ձեզ ձեր հետ նկարել։ Չէ, օրինակ համերգից հետո իմ հետ նկարվեցին մի քանի հոգի ու ինձ շատ հաճելի էր, շատ հաճելի զգացողություն է դա։ Դա դեռ սկիզբն է։ Դե Այդ աճելին էլի։ Ինձ օտոպավորությունն ամոզոր այդ նոր ծերունդը եկել է երկու ծերուկների մոտ եւ իրենք բաց փորձում։ Մեկ ծերուկ եւ մեկ ոչ ծերուկ։ Իսկ շփվում եք ժյուրիի հետ, ովքեր բավականին տաղանդավոր են, տարիների երկար փորձ ունեն, ինչ եք սովորում նրանցից։ Ով է խիստ համել, ամենաժյուրի խիստը, ով է։ Իրանց բոբոն էլի գլումով ով է ժյուրի։ Երկի առումով ենթադրում եմ ավելի միանշանակ որպես դատելիությամբ ամեն մեկը դատում է իր, այսպես ասած, ուղղվածությամբ Բայց Սյուզանան է կա, չէ՞ ոնց որ։ Այո, Սյուզանան ու Անդրեն ինձ բավականին այսպես խիստ են դատում, դե որովհետև որոշ չափով իրար հետ այո, երկի առումով կապ ունենք։ Այո։ Պարային օրինակ Վիկան չի ասում, լավ չես պարում, տղա ջան։ Գնա պարին։ Ես դե բնականաբար պարում եմ։ Բնականաբար ես եմ պարում, դու պետք է լավ պարես։ Ես, այո։ Դե դա ման ասում։ Բնականաբար ես կարող։ Այսինքն էլի չես տանում տենց ինչ որ խիստ։ Խիստ նկատողություն է ժյուրիից։
լինում են, իհարկե լինում են երգարմա ու ես ամեն ինչը փորձում եմ հաշվի առնել ու ներդնել իմ ելույթի մեջ։ Վիկտոր, ենթադրենք, եթե երգիչներ կան ժյուրիի կազմում, պարուհի կա, Աճպարար դերասաններ չկա, կան, բայց աճպարար չկա։ Այն ինչպես են վերաբերվում ձեր աճպարարական համարներին։ Ինձ դուր չի գալիս ինչպես են վերաբերվում, քանի որ անդադ ասում են, որ խափում եմ։ Ահա։ Բայց դու չես Բայց խափում։ ես արվեստ եմ ցույց Այո։ տալիս։ Այո։ Никакого обмана, просто ловкость рук։ Հա։ Իրականում չէ, հիմա աճպարարի պարագայում դու միշտ այսինքն այս վիճակում ես ու չես հասկանում, օրինակ ես երբ որ աճպարար եմ տեսնում, միշտ դառնում եմ փոքրիկ մանուկ երեխա, որովհետև մի կողմից ուղեղը փորձում է հասկանալ, որ չստես հաստատ մի բան կա, անգամ կարող է դաժե որ դու գիտես որ հաստատ մի բան կա, բայց մեկը դու ուրախանում ես զղարջանում։ Ամենաճիշտ ռեակցիան է, ճիշտ։ Զարմացնում է ու ինձ թվում է տենց է պետք տրվել, ինչպես աղաս ասեց, ես աղասին միշտ ցիտել եմ։ Անուշիկ դուք ինչ եք, ժյուրին ինչ ասում, զարմանում է, ուրախանում է։ Հետո դե ոնց որ հասկացանք, աղջիկ դհոլ, մի անգամ արա դե լավ, բա հե երկրորդ, երրորդ, չորրորդ, ամեն անգամ դի զարմացնեք, չէ՞։ Ինչով եք զարմացնում։ Զգեստ է դա, սաներ վացքա, չգիտեմ, մեյքափա, Ստեղծագործությունն է միգուցե, ոչ հայկական օրինակ։ Իրականում ստեղծագործությունը, հագուստը, հենց վարսահարդարում մեյքափ դրանք շատ կարևոր են ելույթից առաջ, բայց հենց ես շեշտը դնում եմ նրա վրա, որ առաջի փուլում օրինակ քչից սկսեմ, հետո օնլայնեմ, Այսինքն ստրատեգիա ունեք այո։ նաև։ Բոլոր խաղակարտերը Վիկտորի ասած չեք բացում։ Ոչ։ Վիկտոր, դուք էլ ամեն բանին նոր աճպարարություն եք պատրաստվում եւ անսպառ է։ Պատրաստում եմ համար հենց։ Համար եք պատրաստում։ Իսկ այդ համար ուզում ասեմ հնուց ունեք, հանում եք ուղղակի նոր եք գրպանի։ Որոշակի բազա ունեմ, դա օգտագործում եմ, որ կատարելագործեմ։ Իսկ լրիվ նոր ինչ որ բան, որ օրինակ Լրիվ նորը դա ձեր անունով, չգիտեմ։ դա կոմբինացիա է ինչ որ Հա։ հին տրուկները իրար հետ կոմբինացվում եմ ու թազա տրուկ է դարձնում։ Հասկացա։ Հիանալի։ Աղաս, ինչ եք պատրաստելու արդեն, թե պատրաստել եք արդեն ինչ կիսայզրապակչի համար օրինակ։ Այո, պատրաստել եմ երգ, բայց չեմ ասի ինչ եմ պատրաստել։ Գոնե ասեք որ լեզվով է լավ։ Տարաչի տար ասեք լեզվի, որ ասեք հետ ասենք հնդկերեն է։ Համբանջ Հայկական, դա հունգարերեն է, չի այո։ հանձնի։ Հունգարերեն աղասը պատրաստել է, տրվելու է հունգարերեն։ Հունգան, ես հունգարեն գիտեմ։ Հիա հունգարիա։ Շնորհակալություն։ Բոլորիդ մաղթում ենք հաջողություն։ Հուսանք, որ այո, հաղթողների ցանկում կտեսնենք ձեզ բոլորիդ, իհարկե, ինչպես ասում են, կարևոր մասնակցություն է, այլ ոչ թե հաղթանակը։ Հաղթողը մեկն է, հաղթողների Դուք արդեն ցանկը։ կիսաեզրափակչում եք, դա նշանակում է, որ արդեն հաղթողների ցանկում եք։ Դե, բայց կարծում եմ, որ եզրափակչում հաղթում է ընդամենը մեկը, չէ՞, չի կիսում երբևիցե մրցանակը, ամենայն այդպիսի դեպք չի եղել։ Դեռ չի եղել, բայց երբեք մի ասա երբեք, բայց ասածս ինչ է, սիրելի մասնակիցներ Got Talent-ի, բոլոր այն մարդիկ, որոնք որ եզրափակիչում են, արդեն փաստորեն այդքան հազարավորներից, հարյուրավորից եւ տասնյակներից եկե մաղվել են։ Հիմա յուրաքանչյուրդ ունեք մեկ բան, որ ձեզ այնքան լավ ներկայացնեք բեմին, որ ձեզ հիշեն եւ ձեր հետագա կյանքը ինչ որ կարեւոր բան ունենաք։ Անպայման մեկ-մեկ հաղթողներին մոռանում են, իսկ ֆինալիստներին երբեք չեն մոռանում։ Դա 1000 անգամ ասել եմ, եւս մեկ չեմ զլանա եւ կասեմ։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Լավ որ այս պահին Երաժշտություն Շանթի եթերում։ աղասը չի երգելու ցավոք Աղասը չի երգելու։ Այո, բայց էլի Բայց կարող է հաջորդ անգամ երգել աղասը։ Միգուցե, թող աղասը գրեմի էլ ստանա, նաեւ մենք էլ բարձենանք, ասենք որ տեսակ եկավ, տրվեց, ստացավ։ Ստացվեց։ Okay։ Գնացինք Վինի երաժշտություն Շանթի վիճի եթերում։ թարգմանում է, եկավ, տրվեց, ստացվեց։ Երաժշտություն Շանթի եթերում։